Եկեք միասին պատրաստենք այս գեղեցիկ տորթը և մի փոքր զրուցենք։ Ես Աննան եմ, 30 տարեկան, իսկ պատրաստելը իմ սիրելի զբաղմունքներից մեկն է։ Եկավ պահը, երբ որոշեցի իմ պատրաստած ուտեստները նկարել և դրանցով կիսվել նաև մյուսների հետ։ Ուստի 3 տարի առաջ բացեցի ինստագրամյան իմ բլոգը։ Շնորհակալ եմ իմ այն ընկերներին ու հարազատներին, ովքեր այս ընթացքում ոգևորել են ինձ։ Նաև այն անծանոթներին, ովքեր ակտիվ են եղել, գրելով մեկնաբանություններ ու ջերմ խոսքեր։ Հիմա անդրադառնանք տորթին։ Պատրաստել եմ ամենապարզ բիսկվիթը՝ հավկիթ, շաքարավազ և ալյուր։ Տորթի առաջին շերտը որոշեցի պատրաստել բանանով, նուտելլայով և ընկույզով։ Միջուկից առաջ ու հետո չենք մոռանում քսել կրեմը։ Ինձ մոտ սլիվկիով կրեմ է։ Այս անգամ որոշեցի, որ իմ տորթը կունենա 2 տարբեր միջուկներ։ Ուստի դնում եմ բիսկվիթի երկրորդ շերտը և այն թրջում կոնյակով։ Այն պատում եմ կրեմով, ավելացնում կտրատած ելակ և ելակի ջեմ։ Նորից կրեմ և բիսկվիթի վերջին շերտը։ Տորթը վերջնականապես պատում եմ կրեմով և անցնում այն զարդարելուն։ Դա տորթ պատրաստելու իմ ամենասիրելի պահն է։ Տորթը զարդարում եմ թարմ, կարմիր և անուշահամ ելակներով։ Դե ինչ, տորթի վերջնական տեսքը գրեթե պատրաստ է։ Այն 1 օրով տեղափոխում եմ սառնարան, այդպես ավելի համեղ է ստացվում։ Դե ինչ, ես գնամ հյուրերիս հետ վայելելու այս գեղեցիկ տորթը, իսկ ձեզ մաղթեմ հաճելի դիտում։